Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես պոդքասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ հետ Անինա Եվ Գոհարը։ Մարդիկ սովորաբար ամաչում են վախենալուց, եթե դա թվացյալ ոչ վախենալու ինչ-որ իրավիճակ է։ Այսօր խոսելու ենք վախերից ու ինչու է դա նորմալ։ Հեռվից կանք, շատ հեռվից, այն ժամանակվանից, երբ որ մարդիկ դեռ դրսում էին ապրում, ու այդ ժամանակ շատ ակտուալ էր վախենալը ինչ-որ իրավիճակներում, երբ որ կար քո կյանքին սպառնացող վտանգ, ոնց որ վախենալը մեր բազային պաշտպանողական մեխանիզմներից է, որը որ մեզ ժամանակ թույլ էր տալիս, օրինակ պաշտպանվել առյուծներից, ինչ-որ գիշատիչ կենդանիներից, կրակին չմոտիկանալուց ու մնացած տենց տարբեր բաներից, ու մենք ինչքան ոնց որ ապրել ենք էվոլյուցիայի ընթացքում վախը մնացել է նույն ձև, բայց մարդիկ ու այդ վախենալու ինչից որ կարելի է վախենալ այդ օբյեկտները փոխվել են։ Բայց վախը հիմնականում տենց շատ չի կարացել ադապտացվի, իրավիճակին, որ օրինակ, չգիտեմ, չկա առյուծ, պետք չի վախենալ, հիմնականում չկա առյուծ, այսինքն կան դեպքեր, որ կան առյուծները դրսում, բայց հիմնականում չկա։ Ոնց որ այդ վախը մնացել է նույն ձև, օբյեկտները փոխվել են, ու երբ որ դու վախենում ես, ոնց որ սիրտդ սկսում է արագ խփել, արյունը մարմնովդ անցնում է, գնում է մկաններից, որ քեզ կանա փրկի։ Այդ փրկելու համար է, մենք վախենում ենք, որ փրկվենք։ Ոստեղ աշխատում է Bailey-Biggie մեխանիզմը, որը ոնց որ հայերեն խփի կամ փախի, ու այդ շատ օգնող մեխանիզմ է։ Ու մի հատ շատ հետաքրքիր բան կա այդ վախենալու հետ կապված, ճիշտ է իր անվանման մեջ վախ բառը տենց չի օգտագործում, բայց մենք ունենք sense տերմին հիստերիկ կուրություն, որը որ կարա վախենալու ժամանակ, մարդու վախենալու ժամանակ լինի, բացատրեմ այդ ինչա, երբ որ դուք տեսնում ես ինչ-որ իրավիճակ քո կյանքում, որ քո շատ անսպասելի էր կամ վախենալու էր կամ sense քեզ շոկային ինչ-որ իրավիճակի մեջ է դրել, կարա քո մարմինը, քո աչքերը անջատի ուղղակի, ու դու սկսես չտեսնես։ Որ քեզ պաշտպանի։ Շատ վախենալու իրավիճակ, թե ինդիվիդուալ։ Հիմնականում տենց բան շատ հազվադեպ է հանդիպում, բայց հանդիպում, այսինքն կա տենց բան, ես չեմ հանդիպել։ Շատ հավես բան է ինքը, պաշտպանողական։ Ու այսինքն այս ինչի համար եմ ասում, որ մեր մարմինը մեզ լիքը պաշտպանելու ձևեր գիտի ու այդ շատ բնական է։ Այսքանից հասկանում ենք, որ վախենալը ամոթ բան չի, նորմալ է շատ, քանի որ կան իրավիճակներ, որ ձեզ համար վախենալու են, դուք վախենում եք, կլինի դա իրացիոնալ թե իրացիոնալ, դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց մի հատ խնդրանք Գոհար, մեզ բացատրի, թե ինչումն է տարբերությունը տագնապի, վախի եւ ֆոբիաների։ Այո, Անի, իհարկե կբացատրեմ, իրենք նման են իրականում շատ, որովհետև sense դու լավ չես կարա գուցե հասկանաս, օրինակ վախը տագնապը շատ նման է իրար, գուցե չկարողանաս տարբերես այդ վախը թե տագնապ, բայց իրանց հիմնական տարբերությունը օրինակ վախը այդ կոնկրետ ինչ-որ բաներից վախը, այսինքն կոնկրետ իրավիճակներում, չգիտեմ, օրինակ դու անցնում ես փողոցը, ու դա անցնում ես օրինակ Բաղրամյանը, ու անցնում ես, երբ որ մեքենաները քշում են, բայց դու վախենում ես, այդ շատ բնական է, որտեվ իրավիճակն է, ռացիոնալ վախ է, դու կարաս այդտեղ գնաս ավտոյի տակ։ Ֆոբիաները շատ նման են վախերին, գրեթե նույնն են, ուղղակի ֆոբիաները կարան լինեն շատ ուժեղ, ու գուցե դու չունենաս կոնկրետ այդ օբյեկտը քեզ մոտ, բայց դու սենց մտովի օրինակ հիշես ու վախենաս, ու շատ կյանքին խանգարող են, այսինքն կա աերոֆոբիա, որ ինքնաթիռներից են վախում մարդիկ, ինքնաթիռներում թռնելուց, ու այդ կարա շատ խանգարող լինի, ու այնքան շատ են վախենում, որ չեն մոտենում բացարձակ օդանավականին գուցե չմոտենան։ Իսկ տագնապը ինքը ավելի շատ ինչ-որ ոչ կոնկրետ օբյեկտներից է, ու հիմնականում սենց ավելի շատ ապագային մոտ ապագային է ուղղված լինում, հեռու ապագային էլ մտքերով, մտքերի մասին է, այո։ Այսինքն քո ֆանտազիայի վրա ես հիմնվում, թե դու պայմանական վերցրած ինչեր կարա լինի, որ դու վախենաս, օրինակ մի հատ շատ հետաքրքիր բան կա, համեմատություն վախի ու տագնապի տարբերության, վախը այն է, որ դու կարողա ոնց որ քայլես ու վախը այնա որ դու գնում ես ու քո տնօրենին ես տեսնում, բայց դու գործդ չես արել ու այդ քեզ վախացնում է, իսկ տագնապը այնա որ դու ոնց որ նստած ես ու մտածում ես, վայ, ես կգնամ տնօրենից կտեսնեմ,
տագնապում ես այդ մտքերով, բայց դու չգիտես, տնօրենը տեկել է, չի եկել, կարող է ինքդ բացարձակ ճիճղայնանում։ Էդ է տարբերությունը իրանց։ Անգլերեն fear, anxiety, phobia, էլի։ Այո, իրանք են։ Վախ, տագնապ եւ phobia։ Այո, կա նաև բան, չէ, ֆոբիաների, որ մարդիկ առանց մասնագետի դիմելու, օրինակ առոֆոբիա ունեցող մարդիկ ավելի են խորացնում այդ ֆոբիան, երբ որ սկսում են նայել ավիակատաստրոֆաների վիդեոներ, իրանց թվում է, որ դա կարող է իրանց օգնի, բայց ավելի է խորացնում այդ ֆոբիան։ Միանշանակ, որովհետև այդ շատ նման է էքսպոզիցիոն թերապիային, բայց գուցե այդպես չաշխատի, եթե դու պատրաստ չես, որովհետև կա թերապիայի ձև, որ դու կարաս մոտիկանաս քո վախերին, ֆոբիաներին, բայց դու դրան պետքա պատրաստ լինես, այսինքն մասնագետի հետ պետք է։ Այո, մասնագետի հետ ու դանդաղ մոտենաս դրան։ Իսկ եթե դու շատ վախենում ես ու չեմ թռիչքից առաջ միացնում ես այդ վիդեոները նայեմ, այդ հաստատ չի օգնի ու բացարձակ էքսպոզիցիոն թերապիա չի լինի ձեր համար։ Մանրամասնիկ թե ոնց են առաջանում ֆոբիաները, օրինակ կարա լինի, որ մարդը չի վախենում շներից, երբեք չի վախեցել, բայց ինչ որ մի օր իրեն բակում, չգիտեմ, փողոցում շուն կկծի, անկախ հանգամանքներից իր մոտ կարա առաջանա այդ վախը շներից ու բոլոր շներից արդեն ինքը կսկսի վախենալ, մինչև այն պահը, երբ որ ինքը, չգիտեմ, գնա լուծելու այդ խնդիրը, բայց կարա այդ վախը շներից բականին վատ անդրադառնա իր կյանքին, չգիտեմ, կյանքի որակը կչացնի եւ նաեւ մինչեւ կյանքի վերջ դա ավելի խորանա, չգիտեմ, շուն տեսնելուց կարա փախնի միանգամից այդ տեղից, եթե ճիշտ եմ ասում, չէ՞, որովհետեւ տարի ընթացքում այդ ֆոբիան կարա ձևավորվի ավելի ինչ որ շատ մեծ sense գունդ լինի ու անգամ եթե կարա անգամ վերածվի տնից դուրս չգալու Այսինքն դուս չգաս, որ չտեսնես շներին։ Հա, չառնչվես այդ վախի հետ ու ինչ որ մի օր էլ ուղղակի կարա որոշի քեզ հուշի, որ ինքը վախենում է օրինակ պանիրներից։ Ու տենց ինչ որ ուրիշ ֆոբիա էլ սկսի ձևավորվել, առաջանա ու տենց ինչ որ տարբեր ինդիվիդուալ ֆոբիաներ ուղղակի կարա իրան դասի էլի վերագրի, որ ինքը վախենում է։ Իդեպ մենք շատ հետաքրքիր ֆոբիաներ ունենք առանձնացրած։ Հա, այս թղթիկների վրա գրել է։ Թղթիկների վրա ունենք, կարան կարդանք դուք իմանաք, թե ինչ տեսակի ֆոբիաներ կան, իհարկե անունները չենք ասի, որովհետև իրանք շատ Հա, եւ որպեսի ձեր ուղեղը չորոշի, որ դուք վախենում եք այդ դրանցից վաղվանից սկսած։ Կա օրինակ վախ ամպերից, արևից, ոսկուց նույնիսկ կա տենց ճոխֆոբիա, եթե կարելի է տենց անվանել, ծնկներից, ձեռքերից, ատամներից, ենթադրում եմ մարմնի այլ մասերից էլ կարա լինի, քնելուց, նաև կա ողջ այրվելուց, որը կարա ինչ որ իրացիոնալ բան լինի, ֆոբիա լինի ընդհանուր առմամբ, կարծիքներից, կարծիք լսելուց, երբ որ ինչ-որ մեկը դες ինչ-որ բան կարծիքն է իր արտահայտում, որոշումներից, որոշումներ կայացնելուց, փոփոխություններից, սրանք երևի ավելի շատ ժամանակակից աշխարհի նոր ինչ-որ ֆոբիաներ են, կա հենց վախերից, ֆոբոֆոբիա կոչվում, հիմնականը դրանք են, հա, կա մի քիչ ավելի զավեշտալի թվացող, կարող է ինչ-որ մարդիկ, որ ունեն իրենց համար բավականին տանջալից է, գետնանուշի կարագը, որ ձեր բերանի, գիտեմ, այդ բանին, լեզվին մնա, բերանի խոռոչում մնա, հեռախոսից, առանց հեռախոս մնալու վախ կա, ինչ-որ վախ երջանկությունից կա, դեղին գույնից կա վախ, չգիտեմ, կարող է ուրիշ գույներից էլ կա, բայց ChatGPT-ն ասաց, որ դեղին գույնն է, տերից վախենալու ինչ-որ տենց ֆոբիա կա, պանրից արդեն, այսինքն կա նաև հռոմի պապից վախենալու ինչ-որ տենց բան։ Իսկ այդ բոլոր հռոմի պապերը, յուրաքանչյուր հռոմի պապ, թե կոնկրետ ինչ-որ հռոմի պապ։ Ենթադրում եմ բոլորից, չգիտեմ ոնց է զարգացել, առաջացել դա։ Ես գիտեմ։ Ինձ թվում է, այդտեղ մի քիչ Չնայած ես հիմա փորձում եմ բացատրեմ այն ինչ որ իրացիոնալ է հիմնականում, բայց ինձ թվում է այդ ինչ որ ավելի sense մի տեսակ չհասկացված բանից վախ է, որովհետև հա, որովհետև մենք շատ ենք, չէ, տարբեր տենց թեորիա զագվռը լսում Հռոմի պապի մասին, այդ իր դերը, իր ազդեցությունը եւ այլն, չէ։ Դե այդպես կա օրինակ վախ ծաղրածուներից, որը ինձ մոտ կա օրինակ չեմ սիրում։ Կա նաև բան, վախ սագերից
հետապնդվելուց, Դե շատ կամ լավ սագ է։ կհանդիպեի ինչ-որ Ես միտեղ կամ հայ։ Իրական սագեր բավական ագրեսիվ կենդանիներ են։ Հա, կստացի։ Պետք է իրենցից մի քիչ զգուշ լինել, ավելի քան ենթադրվում է։ Ու կծում են։ Հա, Так что окей, որ վախ։ նորմալ է, ռացիոնալ կարող ենք համարել Դաժե։ եւ ոչ շատ զավեշ տալի։ Այդպես, մնացյալը արդեն ավելի ռացիոնալ դաշտ են գալիս։ Կան էլի իրացիոնալ էլ, բայց որ արդեն այդքան զավեշտալի չեն թվում, որտեղ մարդկանց հենց այդ բառը լսում են բավականին ինչ որ տանջալից է թվում, օրինակ, չգիտեմ, նույն աերոֆոբիան, էրգոֆոբիա, ինչ որ կա, վախ աշխատելուց, դա էլ ինչ որ ժամանակակից աշխարհի վախերից։ Օրինակ մի հատ ֆոբիա կա, տրիպոֆոբիա ունեմ։ Նա всякий search չանեք այդ բառը, որովհետև ինքը կարող շատ ունենաք։ Ես ունեմ այդ, ես պատահական եմ, հա։ Ես շատ պատահական եմ հայտնաբերել ու չեմ հասկացել բացարձակ այդ առհասարակ այդ ինչա, բայց ես մի հատ հետաքրքիր բան կարամ կիսեմ ձեր հետ, որ այդտեղ վախի ֆակտորը չի այնքան, ինչքան ինչ որ sense մի տեսակ զզվանքի ու դիսկոմֆորտի խառնուրդ է, ու ես կարամ ասեմ շատ արագ, թե ես ինչ research եմ արել ու ինչ եմ հասկացել, թե այդ որտեղից կարա ձևավորվի։ Ասեմ, եթե մարդիկ կան, ովքեր չգիտեն ու այդ ֆոբիան ունեն, իրանք իմանան, թե որտեղից է ձևավորվել, որտեղ ինձ շատ հետաքրքիր էր, այդ ինչ է, խի պիտի դու տենց բանից վախենաս։ Կամ լավ, կարեք տրիպոֆոբիան նայեք, ինչա, որ հասկանաք ինչի մասն եմ խոսում։ Ունեք թե չունեք, պետք է գնալ մասնագետի մոտ թե։ Կամ ես փոճուր նկար կդնենք հիմա։ Հա։ Ու դուք կտեսնեք մոտավոր։ Մի խոսքով։ Հա, այսինքն այդ փոքր ծակերից վախն է։ Մի խոսքով։ Ես նայեցի, որ կա թեորիա, որտեղ որ այդ կոմոդ առաջանում է, եթե դու շատ փոքր տարիքում ինչ որ մի հատ ֆիլմ ես տեսել կամ պատմություն ես լսել կամ ինչ որ առնչվել ես այն բանի հետ, երբ որ մաշկի տակ մտելա կենթանի։ Ես առնչվել եմ, բայց նո, այսինքն տեսել եմ ֆիլմը, բայց չունես։ Չի զարգացել մոտս։ Ես տեսել եմ ֆիլմ, չգիտեմ մումիա ֆիլմը նայել եք թե չէ, բայց այդտեղ կար տենց բան։ Ժուկերի հատվածն է։ Ու ես այդ նայել եմ ու ինձ թվում է դրա հետ է կապված։ Մի խոսքով, սա պատմեն նրա համար, որ ասեի, որ ինձ թվում է, որ կապված է դրա հետ։ Ես միևնույն է այդ հատվածը չեմ սիրում։ Շատ տհաճա։ Ահա որ շատ հատված է, բայց տրիպոֆոբիա չունեմ։ Բայց խավարասերների այդ վախն ու չգիտեմ էլի վախա թե զզվանքի հետ է կապված, էլի չեմ սիրում, վախենում եմ նույնիսկ կարելի ասել։ Վախենում եմ առնչվել, այդ սագերի վախի նման ինչ-որ բան է, որ խավարասերների հետ վախենում եմ առնչվել։ Վախենալու է առնչվել իրանց հետ ինձ թվում, որ դու շատ Դրանք լինեն թռնող։ Իրանք շատ բան են տենց, չես Անկանխատեսելի։ Հա, անկանխատեսելի են։ Իսկ դու սպանում ես իրանց։ Այո, տաք ջրով։ Ու Երացող։ ես մի անգամ եմ սպանել երացող։ Լսել եմ, որ բնակելի հատվածներում բոլոր միջատներին, հատկապես խարասերներին նորմալ է սպանելը, բան չի։ Ինչ է տակրի։ Так что արխային կարող սպանել։ Մի խղճացեք իրանց։ Ես չեմ սպանում, բայց ես չեմ որ իրանց բաց եմ թողում բնություն, հա, ուրիշ մարդը, որովհետև ես շատ փշակավում եմ, որ տենում եմ։ Ես բայց սպանում եմ շատ հերվից։ Շատ հերվից են ծերս բանալու, ընդ վաշակից ջուրը լցնելու։ Ես մի անգամ մորմ եմ սպանել։ Հա։ Տեսել ես մորմ։ Բան չէ, իրականում չէ նկարներով։ Ո՞վ է ինչ է, ես չգիտեմ այդ ինչ, ասես ոտեր ունի, սպուճուրջանա ու մեծ, իմ բոյի ոտեր, ահա որ բան է։ Շատ ված բան է։ Հա, առաջ ես սարդերից վախենում եմ, բայց հիմա այդքան չէ։ Տարականների, խավարասերների վախը բան արել։ Զզվելի եմ պրոստե տարա։ Հա, հա։ Դե իրականում զզվելի միջավայրից են էլի առաջանում։ Ու ճանճնել է զզվելի։ Հա, ճանճերն։ Մի հատ կատակ արած, մա ճանճերին եք բանանում, որ կակաշկաների վրա են գալիս, բայց որ ձեր շները կակաշկան ուտում նորմալ է, չէ։ Ամենակերեն երկուսն է։ Ու երևի գանք մի քիչ արդեն ավելի գուցե տենց անվանեմ կարևոր դաշտ թերապևտիկ process-ում վախերի մասին, որոնք որ հաճախ այդքան գիտակցված չեն լինում, հա, ոնց որ կուզենք այդ մասին խոսանք, որ իմանանք, որ տենց բաներ էլ կան, այսինքն երևի թե ով թերապիա գիտի, ով չէ, չգիտի, կարա իմանա, որտեղ շատ հետաքրքիր մաս է, թե ինչ վախերի հետ ենք առնչվում ոչ գիտակցված թերապիայի ընթացքում։
Ոստեղ առաջնայինը ինչ որ կուզեմ ասեմ, այդ վախ լինել խոցելի, տենց վախ կա, որը գիտակցված չի, ու այս մարդիկ հիմնականում այն մարդիկ են, որ մենք կյանքում հանդիպում ենք, ասենց շատ պինդ, իրանք էմոցիոնալ չեն լինում, իրանք ասենց յուրաքանչյուր դժվար իրավիճակում ասենց շատ պինդ են մնում, օգնում են բոլորին, հա, Խոճապի չեն մատնում, էմոցիա ձգտում են ցույց չտալ։ Այո, ու իրանք հաճախ վախենում են ոնց որ նրանից, որ եթե իրանք բացվեն, այսինքն սա չգիտակցված վախ է։ Վախենում են նրանից, որ եթե իրանք բացվեն, իրանք շատ խոցելի կլինեն, իրանք ոչ մեկ չի հասկանա, իրանք կմերժեն, թույլ, չէ, թույլ իրավիճակում կլինեն ավելի։ Այո, իրանք թույլ կլինեն նաև ու այդ հաճախ ոնց որ այնքանով է խանգարում, որ դու քո էմոցիաները չես ապրում, միշտ այդ պինդ վիճակում մնալը շատ ռեսուրսատար է։ Այո։ Մի խոսքով այդ բավականին դժվար է, երբ որ դու գիտակցում ես այդ քո վախերը, որ ուղղակի դու վախենում ես լինես խոցելի, այդ քեզ շատ օգնում, որովհետև կարողանում ես արդեն աշխատես քո խոցելի կողմի հետ, գնաս այն ճանապարհով, որ ընդունես իրան եւ այլն։ Իսկ կարա այդ խոցելիության վախը, այդ շրջանը, հա, բաների փակ գա նրանից, որ օրինակ ընտանիքում կամ շրջապատում, էլի վերադառնանք մանկություն, որ մանկուց սկսած այդ էմոցիաներ ցույց տալը կամ ինչ որ մի քանի կոնկրետ էմոցիա եղել է ամոթալի կամ լավ ապահով միջավայր չի ստեղծել այդ մարդու համար։ Միանշանակ այո, այսօր ուզում էի փորձեի մանկություն չգնալ, բայց ամեն դեպքում անհնար է, որտեվ հայս էլ է գալիս մանկությունից, հիմնականում էմոցիաների չընդունված լինելը բերում է այսպես տարբեր վախերի մեծ տարիքում արդեն։ Հա, մարդը ոնց որ ինչ որ կերպար է ստեղծում իր համար, որպեսզի դա իրան որպես պաշտպանի։ Սա ոնց որ ասում ենք ոչ թե մեղադրելով, քննադատելով եւ այլն, այլ որպես տեղեկություն, որ եթե տեսնում եք ձեր շուրջ այդ մարդկանց շատ քննադատող մի եղեք կամ եթե իրենք ինչ որ հայտնում են խոցելի իրավիճակում, փորձեք աջակցող լինել ավելի, հասկանալ իրանց, որտեղ իրանց համար բավական դժվար է խոցելի վիճակում լինել, արտահայտել էմոցիաներ, դուրս գալ այդ կերպարի միջից, հատկապես աշտավայրում, սոցիումում, ընդհանուր այնպիսի իրավիճակներում, որոնք իրանց թվում են ոչ ապահով։ Կամ եթե դուք եք այդ մարդու զգում եք, որ ձեր կյանքում բարդ է շատ բան ձեր համար ու ուզում եք ավելի լավ կյանքի որակ ունենաք, միանշանակ թերապիա պետք է անցնել, որը հաստատ ձեր կյանքի որակը ավելի կլավացնի։ Այո, միանշանակ։ Ունենք վախ մտերմությունից ու հիմնականում sense մոտավոր ասեմ, այս այն մարդիկ են, ովքեր ինչ որ հարաբերություններ են կառուցում, բայց ինչ որ պահի օրինակ իրանք իրենց կողակցին թողում են շատ արագ։ Այս այն մասին է, որ այդ մարդիկ ոնց որ վախենում են այդ մտերիմ հարաբերությունները, չնայած նաև իրանք ունենում են հարաբերություններ, բայց այդքան խորքային ու մտերմիկ հարաբերություններ չի, այսինքն մի տեսակ ոնց որ մարդ ուրիշ մարդկանց իրան շատ մոտ չթողի էմոցիոնալ մակարդակում, որովհետև այդ շատ վախենալու է իրանց համար, անսովոր է ու իրանք ոնց որ եթե ուզում են, հետագայում պետքա սովորեն այդ մտերմիկ շփմանը, վստահելուն, այո, ապահով միջավայր ստեղծելուն։ Ես օրինակ ժամանակին այդպիսի մարդ էի, քանի որ ինչ որ տենց վատ փորձառություններ ունեցել հարաբերությունների, ու մոտս ոնց որ այդ վստահելու վախներ առաջացել, որ միևնույն է պետք չի տենց վստահել, մինչև վերջ չի կարելի վստահել, ինչ որ տենց մի տոկոս միշտ պետք է պահել, որ հաստատ մի բան, մի մուխանատ բան լինելու է, ինչ որ տեղ հատկապես հարաբերություններում կին տղամարդ, բայց հիմիկվա հարաբերությունները ամուսնուս հետ ու թերապիան բավականին օգնել են, որ ես ոնց որ բաց թողնեմ այդ վախը եւ չեմ ասի թեթև տանեմ, բայց ավելի վստահող լինեմ, ավելի ռացիոնալ մոտենամ իրավիճակներին, որտեղ իմ ուղեղը փորձում է ինձ խապս տալ տանել են հին ինչ-որ բան, մոդելներ, որ այ չէ, ուրեմն եթե սենց է, ուրեմն միշտ տենց է լինելու, չգիտեմ, եթե մի անգամ դավաճանել են, ուրեմն բոլորն են դավաճանող, կամ չգիտեմ, եթե շունը գծել է, բոլոր շուներն են գծող, այդ նույն բանն է, էլի սցենարն է, գլոբալիզացիայի։ Հա, բայց քայլ առ քայլ ստացվում է, պետքա փորձել ուղղակի անել, ուղղակի այն իմաստով, որ իհարկե հեշտ չի, բայց եթե ուզում եք ունենալ երջանիկ հարաբերություններ, լավ հարաբերություններ, որ դիմացինը ձեզ կարողանա վստահել, չվախենա, որ իրան ինչ-որ մի պահի թողնելու եք, կամ ինքը չկարողանա գուշակել այդ պահը երբ է լինելու, երբ եք թողնելու, այսինքն դիմացինն էլ չլինի վախի մեջ, որ իր զույգը իրան թողնելու ինչ-որ մի պահի,
նա պետքա երևի այդ փոխադարձ հարգալից ու այդ վստահող բաները հարաբերությունները ստեղծեք, կառուցեք։ Հեշտ չի, բայց եթե ուզում եք, ուրեմն պետքա ինչ-որ բան անել դրա հետ։ Ես շատ ուրախ եմ, որ դու կարացել ես այդ բարդ բանը հաղթահարես, որովհետև արդեն ինչ-որ կետերում սենց ամրացած պատկերացումները ինչ-որ որոշակի երևույթների շուրջ բավականին դժվար է փոխել ու շատ ուրախ եմ, որ կարացել ես այդ անես, շատ ապրես։ Մերսի։ Իսկ մենք անցնենք մյուսին, ու մյուսը այդ արդեն էմոցիաներից վախի մասին է, հա, որ մարդիկ վախենում են իրենց էմոցիաներից։ Մի քիչ անհասկանալի է ոնց կարա դա լինի, որովհետև էմոցիաները ամեն դեպքում միշտ կան, բայց կան մարդիկ, ովքեր վախենում են այդ էմոցիաները ցույց տան, ապրեն, ու այդ շատ հաճախ հանդիպող բան է, հա, ես վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր իրանց տեսնում են այս ամեն ինչի մեջ, ու այս հիմնականում խոսում է այն մասին, որ դու վախենում ես արտահայտես, որովհետև գուցե ընդունված չես լինի, հասկացված չես լինի, կարևոր չես լինի ուրիշների համար, ու մենք այս մասին իդեպ ունենք էպիզոդ, թեթև տարրա կոչվում, կարակ նայեք մեր, լավն է շատ այդ էպիզոդը, նկարած 3 անգամ, 3-րդ անգամից ստացվում, ստրեսային էպիզոդ, ամեն դեպքում լավն է ու կարակ նայեք ինքը կարևոր ինֆո է տալիս։ Ես օրինակ կիսվեմ իմ մտքերով սրա շուրջ, որ ենթադրում եմ, որ դա էլի մանկությունից կարող լինի, օրինակ, որ հասարակությունում, մշակույթում շատ ընդունված է էմոցիաները բաժանել պայմանական լավ ու վատի, խելոք լինելուն, չգիտեմ, խելոք պահելուն, հատկապես աղջիկ երեխաներին, չէ, որ ինչ-որ կերպար կա, որին պետք է համապատասխանել, հեզ լինել, զուսպ լինել, բարկություն չարտահայտել, շատ բարձր չլինել, ինչ-որ տենց սահմանափակումներ, որոնք տանում են նրան, որ աղջիկը, տղան էլ չգիտի իր որ էմոցիան է, հիմա լավը կամ վատը, ու որոշում է, որ բոլորը կարելի է ուղղակի փակել ներսում ու տենց չարտահայտել, որպեսզի հանկարծ չստացվի, որ ինչ-որ բան ինքը բացը թողել, չի կառավարել ու հայտնվել է ինչ-որ ոչ ցանկալի, ոչ ապահով, իր համար ոչ ապահով, դիմացիների համար ոչ ցանկալի, ինչ-որ տենց իրավիճակներում, կամ չի համապատասխանել այդ կերպարին, որին պետք է, տենց բան ձիգ եւ ուժեղ հետևեր, ինչ-որ տենց լիքը բաներ։ Այստեղ կուզեմ ավելացնեմ, որ այս վախերը չգիտակցված են հիմնականում, այսինքն դու չես նստում ասում, ես վախում եմ հարաբերություններ կառուցելուց, որովհետև ես մտածում եմ, որ գուցե ես լինեմ խոցելի, տենց չի։ Հա, այդքան չես ճանաչում էլի։ Ավելի շատ այնա, որ դավայ բաժանվենք, որովհետև ես չեմ ձգում այս հարաբերություն, ինձ լավ չի։ Խեղդվում եմ։ Հա, խեղդվում եմ, այդ էլա շատ լինում։ Ավելի շատ sense այս կոնտեքստում է, ու հետո ոնց որ հաճախակի կրկնվում է այդ վարքային պատեռնը քո կյանքում, ու դու սկսում ես մտածել երևի թե, որ ինչ-որ մի բան այն չի, որ օրինակ ես ունեմ արդեն 5-6 հարաբերության փորձ ու իմ մոտ չի ստացվում։ Գուցե մի հատ վերանայեմ իմ վարքը թե ես ինչն եմ մի բան սխալ անում։ Ուտեղ արդեն, երբ որ թեկուզ ինքդ էլ գրքեր կարդաս կամ, չգիտեմ, վերանայես, թերապիայի գնաս ավելի իհարկե լավ է, այդ ժամանակ հասկանում ես։ Շատ օգնում է մասնագետը, ավելի ճիշտ ուղեղի դրուկների հետ աշխատել։ Հա, դե ինքը արդեն քեզ կարաս խաբես, բայց հա, այդ գրքերն ինքը արդեն կարդացել է, որ դու պետք է կարդաս, գիտի։ Там, где мы учились, он преподавал, բանն ինչքան էլ դուք ինքներդ ձեզ փորձեք ինչ-որ իրավիճակներում հասկանալ, ձեր բանը չի թողնի, էլի պաշտպանական ռեակցիան չի թողնի, որտեվ իր համար դա ռացիոնալ է։ Ու համել, այստեղ էլի կարևոր բան ասեմ, ռեկլամա չեմ անում, ռեկլամա չեմ անում, բայց իրոք, եթե դու թերապևտի հետ ես աշխատում, գովազդում ենք թերապիա։ Եթե դու մասնագետի հետ ես աշխատում, դու ունես մեկին, ում հետ ապահով է։ Այդ այնքան կարևոր բան է, որ դու գիտես, որ այդ մարդու հետ ապահով է, ինքը չի քննադատելու, լսելու է քեզ, աջակցելու է, ինքը տեղ է քո համար։ Ու այդ այնքան հաճելի զգացողություն է, որ սենց ունես, այո, այդ ինչ-որ մի մաս, այո։ Անկախ նրանից, որ ունեք լավ ընկերներ, չգիտեմ, աջակցող միջավայր եւ այլն, բայց թերապևտը լրիվ ինչ-որ ուրիշ ոնց որ աշխարհ լինի,
չգիտեմ, ինձ համար ինչ-որ մի քիչ երկնային բան է։ Ես էլ եմ տենց ընկալում։ Ես էլ եմ տենց։ Իսկ դու քո թերապևտին սենց հիշում ես օրվա ընթացքում։ Միշտ տենց զրույցները իրար հետ ունեն։ Դիալոգներ ինչ-որ մինչև հաջորդ թերապիան, բայց բան իմաստով տենց առողջ ոչ շատ կպչուն ու ինչ-որ բան հիվանդագին չէ։ Ես 3 թերապևտ եմ ունեցել, մեկը շատ վաղուց։ Գիտես ինչ հետաքրքիր բան կա, սենց ես ինչ որ կոնկրետ թեմաներ կա, որ այդ թեմաները ասոցացնում եմ այդ թերապևտների հետ, ու սենց երբ որ այդ թեմայի մասին պիտի մտածեմ, այն մի հատ թերապևտի մասին եմ հիշում։ Եթե ինչ որ ուրիշ բան է, մեկը CBT-ով էր աշխատում, ու սենց իր հետ շատ ավելի այդ տիպի թեմաները, որ կուզեի այդ դրա CBT-ով աշխատեի։ Այն մյուսը չեմ հիշում ինչ ուղղությամբ էր աշխատում, բայց իր հետ էլ իր թեմաներով։ Խոսքով շատ հետաքրքիր process է։ Ну, չեմ ասի, որ առաջինը հենց տենց թերապիայի փորձ էր, ունեցել եմ թերապևտ, բայց շատ կարճ եմ, մի երկու անգամ գնացել, դա ինքը երեխաների էր, ինձ տենց պրոստը համաձայնեց վերցնել, բայց իրական դեռ լիքը էթիկայի բաներ կար, որ խախտել ենք, որտեղ մենք մինչև այդ իրար ճանաչում էինք աշխատանքի վերումով, տենց ծխի ինքը համաձայնել։ Իմ առաջինն էլ էր տենց։ Հա, բայց դա հեռավոր ինչ-որ երևի մի 10 տարի առաջ կլինի։ Նույնից, կողը նույնն է եղել։ Հետո կասենք կզրուցենք։ Բայց հա իմն էլ էր տենց շատ մեծ քանակի էթիկական նորմերի խախտումներ կար, հիմա որ հետ եմ նայում, բայց լավ էր, ինձ լավ էր։ Հիմա լավ է։ Ինքը ինձ այնքան դժվար իմ կյանքի շատ ամենադժվար փուլում է իմ կողք եղել, որ չի եմ եթե ինքը չլա։ Արդեն հա, այնպես որ Իդեպ տենց ֆիլմ կա, չէ՞, թերապիա նոր սերիալ ավելի ճիշտ ամերիկյան։ Որ մեկը բանը shrinking-ը կոչվում անգլերեն, փսիխոթերապիա են թարգմանել ռուսերեն, Հարիսոն Ֆորդի հետ չեք տեսել։ Հա, կոմեդիա։ Հա, այնտեղ հենց այդ էթիկական բոլոր նորմերի խախտումներով է ամեն եւ խախտումներով եւ ոչ խախտումներով, եթե թերապիայի փորձ եք ունեցել, կարող նայեք ոնց որ դրական բանով կհասկանաք էլի, որ ոնց խի չէ, խի հա։ Ես դից մի հատ լավը գիտեմ։ Ռուսական է։ Ես ճիշտ ասած ռուսական չեմ սիրում, բայց շատ լավն է։ 2 սեզոն է, կոչվում է Trigger։ Հա, չեմ տեսել։ Հրաշք է այդ ֆիլմը։ Մանավանդ եթե որպես մասնագետ ես նայում, շատ ինչ որ սենց հա, որտեվ ինքը, նո, չեմ պատմում, կնայեք։ Բայց ինքը լավն է շատ, որովհետև սենց սա էթիկական նորմերը բոլոր հնարավոր է աշխարհի խախտում է, բայց ինքը նենց թույն ռեզուլտատներ ունի, որ մտածում ես եթե այդ իրականում հնարավոր լինի անել, այդ պրոստը մի հատ այո, հրաշալի ինչ որ չգիտեմ, նայեք, Trigger անունը ռուսական սերիալ է։ Իրոք կան կինոներ, ֆիլմեր, որ օգնում են, այսինքն նույնիսկ եթե դուք թերապիայում չեք կամ նույնիսկ եթե թերապիայում եք, էլի ինչ որ աջակցող բան է, էլի։ Մի հատ ֆոբիաների հետ կապված հետաքրքիր բան եմ ուզում պատմեմ, ուրեմն ես մի հատ բան էի տեսել էքսպոզիցիոն թերապիայի մասին դե արդեն խոսեցի, չէ՞ որ էքսպոզիցիոն թերապիան քո վախերին ես մոտենում եւ այլն, որ պատրաստես, մի խոսքով այդ էքսպոզիցիոն թերապիայի շրջանակներում կա դեպքեր ֆոբիաների ժամանակ, երբ որ դու ոնց որ հանգստացնող դեղ ես խմում, նոր ես մոտենում ֆոբիայիդ, կա որ եթե արդեն պատրաստ ես, նոր ես մոտիկանում, ու ասենց հետաքրքիր էքսպերիմենտ էին արել, դաժե կարանք այդ էքսպերիմենտը ես կփորձեմ գտնեմ, լինքը դնենք վիդեոյի տակ։ Մի հատ կին վախում էր թիթեռներից, ու իրան տալի էին սենյակ, որտեղ ինքը մի հատ թիթեռիկ էր, ասենց տեսել, ծանոթանում էր։ Այդ ինչ ուժեղ սարսափի զգացում էր իր մոտ։ Աննկարագրելի ուղղակի, թե ինքը ոնց էր սարսափում, իր թերապևտի հետ էր ոնց էր դռնից մտան, ինքը տենց շատ լացում էր, շատ էմոցիոնալ էր, չէր հասկանում ինքը առհասարակ ինչա կատարվում։ Մի խոսքով հետո գնացին եկան, այդ տեղը խմել էր ինքը արդեն եկավ ու սենց արդեն մոտիկացավ, դաժե ձեռք տվեց այդ թիթեռին բան սենց ու կամաց ինքը իր վախին մոտիկացավ ու ոնց որ դաժե հաղթարեց, այսինքն այստեղ կարևոր է դու տեսնես, որ այն ինչից վախենում ես, ոնց որ թե այդքան վախենալու չի։ Օրինակ շունիկներից թեկուզ։ Եթե դու ուզում ես այդ շունիկներից վախը հաղթահարես, դու այդպես փոքրիկ ցակոկներ ես սիրում, սկզբից նկարներ ես նայում, հետո վիդեոներ ես նայում, հետո այսինքն չեմ պատմի ոնց, բայց դա արդեն մասնագետի է։ Ահա, որ չփորձեք անեք, որտեվ չգիտեմ, այսինքն ինչ ռեզուլտատի կարող բերի, եթե դու ինքնուրույն անես, դրա համար չեմ նկարագրում, բայց եթե մասնագետի հետ անես, ինքը շատ հավես բան է։ Այո, նաև եթե ճիշտ եմ հիշում, կան therapy dog-եր, շներ, որոնք օգնում են հաղթահարել այդ կամ վախերը, կամ տագնապները, կախված թե ինչի հետ աշխատում մասնագետը ու շունը։
Երևի այսքանով ավարտենք այսօր։ Այո։ Այո, այսքան է այսօր։ Ուզեք ավելի մանրամասն գրեք։ Այո։ Всё։